Նախկինում ընտրակեղծարարները օգտագործում էին ընտրողների ցուցակներում ներառված, բայց երկրից բացակայող անձանց տվյալները, նրանց փոխարեն քվեարկելու նպատակով։ Նույնը արվում էր նաև լցոնումների դեպքում։ Քվեատուփում ավելացված քվեաթերթիկների թիվը օրինականացնելու համար պետք էր ընտրողների ցուցակներում կեղծ ստորագրություններ ավելացնել, որպեսզի քվեաթերթիկների քանակը համապատասխաներ իբրև թե քվեարկած քաղաքացիների թվին։ Սակայն վերջին 10 տարիներին ընտրական համակարգում բազմաթիվ կարգավորումներ են փոխվել, որոնք նման խախտումները դարձրել են գրեթե անհնար ու հեշտ բացահայտվող։ Տեղամասում մեծացել է դիտորդների եւ վստահված անձանց ներկայությունը։ Ընտրական հանձնաժողովների անդամների կեսը նշանակվում է ընդդիմության կողմից։ Բացի այդ, ընտրատեղամասերից իրականացվում է ուղիղ հեռարձակում եւ ողջ ընթացքը տեսագրվում է։ Ներդրվել են էլեկտրոնային գրանցման սարքեր։ Այժմ, նախքան ցուցակում ստորագրելը, ընտրողը գրանցվում է սարքի օգնությամբ, սկանավորում է անձը հաստատող փաստաթուղթը, թողնում է իր մատնահետքը, որը գործնականում անհնար է դարձնում այլ անձի փոխարեն քվեարկելը կամ բացակայող ընտրողի փոխարեն ստորագրելով քվեաթերթիկներ լցոնելը։ Ընտրատեղամասերում կանխող կարևոր կարգավորումներից մեկն էլ ընտրություններին մասնակցող քաղաքացիների ստորագրած ցուցակների հրապարակումն է։ Եթե ինչ-որ մեկին հաջողվի վերը նշված բոլոր խոչընդոտները շրջանցելով կեղծել քվեարկության իրական պատկերը, ապա ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումից հետո ցանկացած ոք կարող է ստուգել, թե ընտրություններին չմասնակցած իր հարազատի, ընկերոջ, հարևանի կամ բարեկամի փոխարեն ինչ-որ մեկը ստորագրել ու քվեարկել է, թե ոչ։ Այսինքն, եթե որևէ մեկը նույնիսկ փորձի այլ անձի փոխարեն քվեարկել կամ առավել ևս լցոնում անել, դա շատ հեշտ կբացահայտվի։ Իսկ այժմյան խստացված պատիժներով նման արարքի համար նախատեսված է մինչև 8 տարվա ազատազրկում։